Բարև ձեզ, եթերում արտակարգ ալիքն է։ 1999 թվականի մայիսի 6-ը նույնպես դարձավ անցյալ։ Անցավ առանց որևէ արտակարգ իրադարձության, անցավ բարու ու գեղեցիկի սպասումներով, ընտրարշավի գեղեցիկ կոստյումների ֆոնի վրա։ Սակայն 8 տարի առաջ այդ օրը եւ դրան նախորդած 8 օրերը իսկական արտակարգ իրավիճակ էին ամբողջ հայ ժողովրդի համար։ Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրականացվում էր տխրահռչակ կալցո օպերացիան։ Ընկել էին Կամոն, Ազատը, Մարտունաշենը, Գետաշենը, դատարկվում էին Հադրութը, Բերթաձորը, օղակի մահաբեր սեղմումից հայաթափվում էր Արցախը։ Հայաստանի սահմանամերձ շրջանները վերածվել էին պատերազմական թատերաբեմի։ Ինքնիշխանության ձգտող Հայաստանին ծնկի բերելու համար գործի էին դրվել սովետական ռազմական ու լրատվական հզոր լծակները։ Միութենական մամուլը հեղեղված էր հակահայկական հոդվածներով։ Ազգովի էքստրեմիստից դարձել էինք բոևիկ։ Либо мы один народ, либо мы перережем друг друга, играя в суверенитеты, и каждый отстаивая свое. Невиновные народы. Виновен каждый, кто отчет о себе не отдавая или же с самой лютой ненавистью, ненавидя людей этой страны, произносит это роковое для этой страны слово суверенитет. Суверенитет это всегда война. Ադրբեջանցի ումունականները կծահարում էին մերոնց, իրենք հետ քաշվում եւ մերոնց դեմ կանգնում էր սովետական այն ժամանակների ամենահզոր բանակը։ Հոշոտվում ու քարուքանդ էին լինում մեր սահմանամերձ բնակավայրերը։ Զինվորները մարդավորս էին անում եւ մեր հայրենակիցներին հանձնում վաղեմի հարևանների գթասիրտ ողորմածությանը։ Բողոքների հեղեղը Հայաստանից հոսում էր կենտրոն եւ պատասխան լռությունից անզորության ու դատապարտվածության կարկուտ էր տեղում նույնիսկ հակակարկտային հրանոթների զրկված մեր դաշտերին։ Չմոռանանք, որ 91-ին դրանք մեր ամենահզոր զենքն էին եւ զինվորներն առաջինը այդ հրանոթները ոչնչացրին։ Ադրբեջանական բանտերը բանակի օգնությամբ լցված էին հայերով։ Միայն 25 օր հետո հաջողվեց ադրբեջանական գեհենից ազատել Գետաշենում գերված մեր հայրենակիցներին։ Մեր բժիշկների հերոսությունն ու զրկանքները մամուլի բերանն ընկած տարածվեցին աշխարհով մեկ, բայց ով էր մեզ լսողը։ Ռեալ շոշափելի արդյունք չի եղել, մանավանդ եթե նկատի ունենանք իրավական հետևանքները, բայց դա բնավ չի նշանակում, թե մենք պետք է դադարեցնենք մեր պայքարը, սա նույնպես պայքարի որոշակի եղանակ է, եւ եթե մենք հետևողական գտնենք, եթե չասեմ հսկայական արդյունքների կարող ենք հասնել, բայց գոնե ինչ-որ չափով, շոշափելի չափով, այո, պրոֆիլակտիկ կամ ամենայն դեպս մենք գոնե վատթարագույն դեպքում կատարած կլինենք մեր պարտքը մեր ժողովրդի հանդեպ։ Դիմում բողոքների թղթե շերեփի փոխարեն պայքարի եռացող կաթսա նետվեց ժողովրդի աննկուն կամքն ու հավաքական ուժը։ Մայիսի 1 Իջևան, Բերքաբեր։ Այո, այսօր ռմբակոծել են Բերքաբեր գյուղը, բայց մենք պատասխան չենք բացել, քանի որ զորքը նստած է 4-րդ բանակի 4 բատալյոն, 2 էսկադրիլա վերտալյոտներով։ Եթե մենք կրակ բացենք, նրանք չեն խնայի, լրիվ հողին կհավասարացնեն, հիմա սպասում ենք հրամանի, թե ինչ ենք անելու։ Բայց ելի եմ ասում, որ վիճակը շատ ծանր է։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի կամ չգիտեմ ոնց են կոչվում այդ զինված խմբերը ամեն կերպ աշխատում են մեզ ներս քաշեն, որից հետո իրենք հետ են քաշվում ընդհանուրների մեջ, այո, փոխհրաձգությունների մեջ։ Մի խոսքով գնում են պրովոկացիայի, սադրիչության են գնում, որպեսզի մենք սկսենք կռիվ իրենց հետ, որից հետո նրանք հետ են քաշվում եւ մեր դեմ մնում է միայն խորհրդային բանակը, զինված ամեն տեսակի զենքով, եւ զրահամեքենաներ, եւ տանկեր, եւ խոշոր տրամաչափի գնդացիրներ, ուղղաթիռներ, տեխնիկայի նոր խոսքով։ Մայիսի 2 շուրնուղ։ Դարանակալ կրակոցների զոհեր տալուց հետո մերոնք ռազմական արվեստի բոլոր կանոններով ուժեղ հակահարված տվեցին հակառակորդին։ Ընդհանուր առմամբ ես պիտի ասեմ, որ քաղաքական ասպարեզում չգիտեմ Հայաստանում այսօր ինչ վիճակ է, պաշտպանության ասպարեզում բոլոր ուժերը միասին են, բոլոր ուժերը։ Տարբերություն չկա պաշտպանության ասպարեզում, թե քաղաքական ինչ հայացքների տեր են եւ նախկինում ինչ կազմակերպության կուսակցության մեջ են եղել։ Բոլորը միասին պաշտպանություն է կատարում են։ Մայիսի 4 Տաուշ։ Ես էլ ուրեմն հիմա բնակվում եմ Երևանում ճիշտ ասած, բայց հենց անմիջապես լուրեր իմանալուց հետո անմիջապես եկանք
եղբորս հետ ու հիմա նու տղաների հետ առաջին հանդիպած վայրում ասին որ ստեղ ավելի անհրաժեշտ է հիմա այստեղ ենք վաղը երևի կլինենք սահմանի մոտ որտեղ որ անհրաժեշտ կլինի Տաուշի շրջանի Այգեպար գյուղում ենք այստեղից ընդամենը 10 մետր հեռավորության վրա գտնվում է ադրբեջանական սահմանը եւ հենց առաջին գծի մոտ առաջին պահակետում կանգնած են միլիցիայի աշխատակիցները Երբ սկսվեց փոխհարաձգությունը եւ երկու զոհ տվեցինք սահմանամերձ գոտում ուժեղացրվեց ծառայությունը հենց Այգեպարի պահակակետում շուրջ 3 օր է պահակակետը պահպանվում էր եւ երկրապահ կողմից փոխհարաձգություն դադարել է միայն այսօր առավոտյան ժամը 4-ից հետո մինչեւ այդ եղել է ուժեղ փոխհարաձգություն ադրբեջանցիների կողմից եւ մեր կողմից պատասխան կրակ ենք արձակել նրանց վրա զոհ Այգեպարի պահակակետում չենք ունեցել մենք հիմա գտնվում ենք Մովսես գյուղի վերջին դիտակետում վարկյանը վրա կրակում են առանձնապես դուք եք տեսնում որ վատ է դրությունը Մայիսի 5 Երևանի Երևանի օդանավակայանում տասնյակ ռազմական ուղղաթիռներ են իջնում զինվորներով բեռնված Ինչ նպատակով են նրանք այսքան մեծ քանակությամբ բեռնաթափվում Երևանում երևի կիմանանք շատ շուտով Մայիսի 6-ին նոյեմբերյանից գույժ ստացվեց Զինվորները դարանակալ գնդակահել էին օղակված ոսկեպարին օգնության շտապող մեր ոստիկաններին Ստացված տվյալներով ոսկեպար գյուղում կան զոհեր եւ վիրավորներ Սկորի պոմոշներով կուղարկեք հիվանդներին եւ են դիակները 3 մեքենա ակալի 3 սկորի պոմոշ ակալի Մեկն էլ կա 4 Մեկն էլ ձեզ մոտ է եթե կարիքը կլի դրան էլ ուղարկեցեք Հենց որ տեղ հասան Սաշիկ հենց տեղը հասան մեզ հաղորդի որ հասել են արդեն Գիշերով միայն շաբաթի գլխավորությամբ մեզ օգնության եկած ռուս падգամավորներին թողեցին ոսկեպար իսկ հայ падգամավորները ձեռնունայն հետ վերադարձան Մոտեցանք ոսկեպար գյուղին, սակայն չկարողացանք մտնել գյուղ, որովհետև զորքը թույլ չտվեց, ընդ որում սպառնացին, որ կգնդակոծեն մեր մեքենան, բայց գյուղի այժմ գտնվում 4 հոգուց բաղկացած падգամավորական մի խումբ Ռուսաստանյան Ֆեդերացիայի Գերագույն խորհրդից եւ մենք հույսով ենք, որ այդ խմբի ներկայությունը որոշ չափով կմեղմի իրավիճակը Նախ եւ առաջ մեզ մտահոգում է ոսկեպար գյուղի 1000 բնակիչներից այժմ գյուղում մնացած շուրջ 170 մեր հայրենակիցների ճակատագիրը անպայման պետք է տերկանգնեն գյուղին այդ մարդկանց ճակատագրին եւ պետք է թույլ չտանք որպեսզի նրանցից գոնե մեկի գլխից մի մազ ընկնի որովհետեւ արդեն 13 զոհ այդ գյուղում ունենք 9 նրանցից միլիցիոներներ են 4-ը քաղաքացիական անձիկ, բացի այդ 29 միլիցիոներներ, ինչքանով մեզ հայտնի է, պատանդ են վերցվել զորքի կողմից եւ այժմ գտնվում են Ղազախի շրջանում։ Մենք ունենք հազարավոր ոսկի տղաներ, հերոս տղաներ, բայց որպեսզի այդ տղաները ստեղծեն բանակ, անհրաժեշտ է նաեւ կարգուկանոն, անհրաժեշտ է իսկական բանակային պատասխանատվություն, իսկական բանակային ղեկավարություն եւ իսկական բանակային հագեցվածություն։ Ունենք լավ մարդիկ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանցից ստեղծվի մեր հայկական բանակը։ Ուրիշ ճանապարհ չկա, միայն մենք կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին եւ մեր հանրապետությունը, մեր հայրենիքը։ 91-ի մայիսի 9-ը մեր ոստիկանների թաղմանորը համահայկական սգի օր էր։ Ընդամենը 1 տարի էր մեզ բաժանում 92-ի հաղթական մայիսի 9-ից։ Երկու օրից ամբողջ հայ ժողովուրդը կնշի հաղթական մայիսի 9-ը, կնշի որպես խաղաղության ու հաղթանակի տոն։ Եվ երևի թե մեծ ճշմարտություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ առանց ետ նայելու, առանց անցած ուղին վերագնահատելու, առաջ գնալը այնքան էլ չի խրախուսվում։ Մեջբերեմ մեծն Հակոբ Պարոնյանին։ Խեղճության վրա միայն արցունք թափելը ապացուցել է, թե արյուն չունենք թափելու։
Այսօր ինքներս մեզ ու նաև աշխարհին կարիք չունենք ապացուցելու, որ մեր դժվարին պահերին արտակարգ իրավիճակներում մեր զենքը խեղճությունն, արցունքն ու անպաշտպանվածությունը չեն։ Ունենք պետություն, այն պաշտպանող ու նախապաշտպանող բանակ եւ բոլորովին էլ հեռավոր հեռանկար չեն օրինաց երկիրը, հզոր հայրենիքն ու արժանապատիվ ապագան։